Սեպտեմբերի 27-ին մեր եկեղեցին նշեց Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը։ Տարբեր թեմերից քահանաների ուղեկցությամբ, ընտանիքներով, մեծ ու փոքր խմբերով հովանավանք են գալիս ուխտավորներ, մասնակցելու ընդհանրական խոստովանության կարգի, որը կատարեց Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Աստված թողություն շնորհեցրե։ Հավատացյալները ընդհանրական խոստովանության են մասնակցում, որպեսզի կարողանան Սուրբ հաղորդություն ճաշակել։ Նույն պահին ընդհանրական խոստովանության կարգ էր կատարվում նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում, որից հետո ուխտավորները ուխտերթով շարժվեցին դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, մասնակցելու տոնական պատարագին։ Մարդիկ, երբ որ միասին քայլում են ուխտի ճանապարհին, զորանում են, միասին աղոթք են անում։ Տեսեք, նաև ոտքով ուխտագնացությունների կարևորությունն է շեշտվում այստեղ։ Կարող էին մարդիկ մեքենաներով տարբեր համայնքներից գնալ ուղիղ Սուրբ Գևորգ եկեղեցի, բայց իրենք նախընտրեցին եւ մենք ցանկացանք, որպեսզի մենք ուխտավորների հետ շապիկներով, շուրջառներով, բնականաբար աղոթքներով շարժվենք դեպի նպատակակետ Սուրբ Պատարագի եւ Սուրբ Գևորգ Զորավարի մասունքների հետ շփվելու, օրհնությունը խնդրելու։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը Մայրաթորից Մուղնու եկեղեցի բերեց Սրբի մասունքը։ Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի հանդիսապետությամբ եկեղեցում տոնական պատարագ մատուցվեց։ Վաղ քրիստոնեական շրջանի տոնելի սրբերից է Սուրբ Գևորգ Զորավարը։ Հռոմեական բանակում Սուրբ Գևորգն իր քաջության շնորհիվ Զորավարի աստիճանի է արժանացել հռոմեացի Դիոկլետիանոս կայսեր կողմից։ Սակայն ըստ վկայությունների, երբ Հռոմում կայսեր հրամանով քրիստոնյաների դեմ հալածանքներ են սկսվել, Գևորգ Զորավարը հրապարակայնորեն պատռել է Դիոկլետիանոսի հրովարտակը։ Դրանից հետո բազում չարչարանքների է ենթարկվել, բայց չի ուրացել Քրիստոսին։ Սրբի առ Քրիստոս ունեցած աներեր հավատի մասին իր քարոզում պատմեց հայր Ոսկանը։ Մեկ տարի առաջ այս օրը ամենայն հայոց հայրապետի ձեռամբ օրհնվեց Սրբալույս Մյուրոնը։ Վեհափառ հայրապետն այն անվանեց հույսի եւ վերհառնումի Մյուրոն։ Մյուրոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց եւ անվախ թշնամիներից։ Վեհափառ հայրապետի խոսքերն ուխտավորներին հիշեցրեց հայր Սուրբը։ Խորհրդանշական զուգադիպությամբ սեպտեմբերի 27-ին լրանում է նաև Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարին։ Հանուն քրիստոնեական հավատի նահատակված Սուրբ Գևորգի եւ հանուն Արցախի իրենց կյանքը զոհած հազարավոր հայրենիների սխրանքի մասին էր հոգեվորականի քարոզը։ Մենք իբրև հարության որդիներ վերադառնանք մեր իսկատի քրիստոնեական նկարագիրը, վերակենդանացնենք հարության ազգի կերպարը աստվածահաճո եւ հայրենաշեն դրոշմով, կյանքով եւ գործունեությամբ շարունակելով իսեր եւ փառս մեր եւ Մրգիչ Հիսուս Քրիստոսին։ Մուղնու Սուրբ Գևորգը հավատացյալների սիրված ուխտավայրերից է։ Ըստ վկայագրերի 13-րդ դարում Հովանավանքի միաբանությունից այստեղ է տեղափոխվել Սրբի մասունքը եւ եկեղեցի կառուցվել։ Հետագայում այստեղ եպիսկոպոսական աթոռ է հաստատվել։ Սրբի մասունքների զորության մասին հրաշքների բազում պատմություններ կան։ Անգամ նրա մասունքից մի փոքրիկ կտոր տարվել է Վրաստան, վրաց արքայազնի բուժման նպատակով, եւ հետագայում այդ մասունքը պահելու համար էլ կառուցվել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին, որն այսօր էլ վրացահայության սիրված աղոթատեղիներից մեկն է։ Թեև Սրբի անունով եկեղեցիներ շատ կան Հայաստանում, բայց Մուղնին շատերի համար բացառիկ սրբավայր է։ Բազում են խնդրանքները, բայց այսօրվա խնդրանքը միաբանությունն ամենակարևորը մեր ժողովրդին հոգևոր եւ իշխանավոր դասերին միաբանություն եւ Աստծո կամոք առաջնորդվելու այդ կարողությունը լինի, որպեսզի մենք ունենանք մեր հաղթանակը։ Շատ լավ տոն է, շատ լավ է, որ նշում ենք հայ առաքելական եկեղեցում այս տոնը։ Հուսով եմ, սա կհամախմբի մեր ժողովրդին ու մենք որպես ազգ, որպես ժողովուրդ կհզորանանք ի բարօրություն մեր պետության, որ ունենք։ Այս եկեղեցին կարևոր նշանակություն ունի մեր ընտանիքի համար, քանզի աղջիկը հենց այս եկեղեցում է մկրտվել եւ պարբերաբար այցելությունները Սուրբ Գևորգ եկեղեցի մեր ընտանիքի համար ուխտի նման մի բան է, այնպես որ ոչ միայն այսօր, այլ բոլոր օրերին էլ մեզ համար շատ կարևոր ու հատկանշական է եկեղեցի այցելությունը։ Պատարագին ներկաները հաղորդակցվեցին Սրբի մասունքի հետ։ Կատարվեց նաև հոգեհանգստի կարգ։
ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։